Բարի օր բոլորին Mountain Eye Farms Գերաղացի Ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ Այսօր 2025 թվականի նոյեմբերի 15-ն է Հա, շաբաթ օր նոյեմբերի 15-ը վաղ կիրակի է Աշնան համարյա վերջ եւ սա մեր սևանգուսների տղաների գլխականակն է, որը երկշաբթի օրը պետք է հանձնվի։ Իրենց կհանձնենք, կիչացնենք, ուրեմն կիչացնենք քաղաք խմբերով 8 կամ 9 գլուխ միասին, որպեսզի կազմի մի մեքենա Այս տղաները շատ լավ ձև են գտել ջուր խմելու ուրեմն Սա մեր ջրագիծն է, որ գալիս է մեր կենտրոն, ծառայությունների ուսումնական կենտրոն եւ կարծեմ հենց իրենք էլ ծակել են եւ կարողանում են ջուր խմել։ Դա շատ խելոք ձև է։ Ամբողջությամբ թրջվել են։ Պետք է ասեմ, որ չնայած բոլոր կենդանիներն են թրջված, որտեղ այսօր անձրև է եկել եւ բավական մոտավորապես մենք ունեցել ենք մոտ 3 մմ տեղումներ ըստ մեր ambient weather ուրեմն եղանակային ուրեմն համակարգի, որը մենք տեղադրել ենք մեր ֆերմայում, նա չափում է տեղումները եւ քամին եւ ամեն ինչը եւ մեզ լավ տալիս է, շատ լավ պրոգնոզ է տալիս, բայց այս երկուսը ձև են գտել ձև են գտել ջուր խմելու եւ կարծեմ իրեն շատ նաեւ հաճելի եւ հետաքրքիր է ջրի շիթ զգալու Անգուսները գեղեցիկ եւ շատ խելացի կենդանիներ են Խոնավ են բոլորը, հեսա ցույց տամ տեսեք Անձրևի տակ են մնացել, որովհետեւ մենք չունենք ընդհանրապես չունենք որևէ գոմ եւ ծածկ այստեղ մեր ծածկը 3 կիլոմետր հարավ գեղատապ ուրեմն լքված գյուղում է որը մենք հիմա վերականգնում ենք եւ այս վիճակով պետք է ասեմ, որ կենդանիները իրենց զգում են ամենալավ վիճակում Երբ որ անձրև է գալիս, նրանք եթե ծառերի տակ են դուրս են գալիս ծառերի տակից Պատկերացրեք Եթե ձյուն է գալիս, եթե իրենք ծածկի տակ են դուրս են գալիս ծածկի տակից Մի բան, որ կարող է անհանգստացնել կենդանիներին, որ իրենք մտնեն կամ արգելի հետևում, կամ ծառերի տակ, կամ չգիտեմ ձորի մեջ, ինչ որտեղ քամուց պաշտպանվելու, երբ որ եւ խոնավ են, ոնց որ հիմա, եւ միաժամանակ ուժեղ քամի է։ Այդ ժամանակ իրենք ուրեմն ստիպված պետք է պաշտպանվեն։ Այլապես եթե միայն քամի է կամ միայն անձրև, իրենք միայն խոնավ են, ոչ մի խնդիր իրենց մոտ չի առաջանա։ Դուք տեսնում եք համայնապատկերը ուրեմն մեր ջրաղացի ձորի, որ անձրևից առաջացել են մառախուղներ եւ հիմա այդ մառախուղը բարձրանում է ձորն ի վեր հարավից դեպի հյուսիս։ Սա շատ բարենպաստ միջավայր է մեր համար, որովհետև չնայած որ խոր աշուն է, բայց նույնիսկ բարձր ուրեմն բարձր լեռնային պայմաններում տեղի ունենում այսպիսի ուրեմն վեգետացիայի վերականգնում։ Կանաչ խոտը աճում է, բարձրանում է
Եվ այս տղաները, անգուսները, որոնք պետք է հանձնվեն օրեր հետո, իրենք դեռ քաշ են հավաքում, պատկերացրեք։ Սա մեր Դենիրոն է, չէ՞։ Հիմա նայեք իրա վրայից բարձրացող կոլորշին, տեսնենք մոտենամ, ինչքան հնարավոր է։ Մի անհանգստացի ամեն ինչ լավ է։ Չէ, սա Դենիրոն չէ, սա մեր 2.5 տարեկան, 2.5 տարեկան փոքրիկն է, հələ սրա վիճակը նայեք, և իրա վրայից բարձրացող գոլորշին։ Չգիտեմ ինչա փնտրում։ Սրանք մնացածներն են, մենք կմթերենք այս տղաներին երկուշաբթի օրվանից սկսած և մինչև նոյեմբերի վերջ իրենք բոլորը կլինեն մթերված։ Ցավում եմ միայն մի պատճառով, ուրեմն մենք նաև տոհմային վաճառք ենք անում, որտեղ այս կենդանիները տոհմային ցլեր են։ Եվ մենք զանգում են իհարկե տարբեր ֆերմերներ, քանի որ տեսնում են մեր ուրեմն վիդեոները եւ գովազդները, զանգում են, փորձում են հետաքրքրվել եւ մենք խնդրում ենք, որպեսզի մեզնից գնեն սև անգուստ տոհմային ցլեր, այն մսի համարյա կես մի քիչ ավել 60% գնով, որը, ասենք, այդ միսը, որ մենք կարող ենք իրենցից ստանալ։ Այս տղան մի տարեկան է, սա շատ լավ տոհմային ցուլ կարող է լինել, բայց մեր հայաստանյան ֆերմերները ինչ-որ, չգիտեմ, իրենք մտածում են, թե չգիտեմ, ինչ-որ դեգրադացված ոչ ցեղական, ինչ-որ մի հատ խուժան ցուլ են առնում, թե ինչ։ Եվ գինը բոլորին խրտնեցնում է։ Ես հասկանում եմ նրանից, որ մենք ասում ենք, որ հա, կարող եք մենք փաստաթղթերը կպատրաստենք, պետական ծրագիր կա տոհմային կենդանիներ ձեռք բերելու, պետությունը 50% ուրեմն քեշբեք է տալիս եւ հնարավորություն է տալիս վարկավորման առանց գրավի եւ այլն, մի խոսքով ամեն ինչ հնարավոր է դարձնում եւ մենք էլ այս կողմից հնարավոր ենք դարձրել մի հանգամանք, որ սև անգուստ մեկ ցուլը կարող է բարելավել 30 գլխանոց նախիր կովերի եւ առաջին սերնդի ընթացքում 50%-ով բարելավել մսի քանակական եւ որակական հատկանիշները։ Մարդիկ լսում են ու միակ չեն հարցնում, նույնիսկ ինչով է դա պայմանավորված, թե ինչու։ Նախ փորձեք հələ փորձեք մի տեղից անգուս ուրեմն գլխականակ ճարել եւ ներկրել Հայաստան, չեք կարողանալու։ Ահավոր չեք կարողանալու։ Ոչ մեկ չի վաճառում։ Ոչ Բալթյան երկրներում, ոչ եվրոպական երկրներում անհնար է գնել անգուս գլխականակ եւ իմջալոց Հայաստանի համար այդ գլխականակը 30 կամ 32 գլուխ է ամենաշատը, որտեվ դա մի մեքենա է։ Դուք չեք կարող մի կենդանի գնել եւ 3 անգամ ավելի շատ տալ մեքենայի համար, դուք մի անգամից պետք է գնեք 32 գլուխ։ Եվ մենք առաջարկում ենք այն գնով, որ ասենք մեր
մսի գոնե 30-60%-ի գնով կարողանանք իրացնել, որտեղ միսը մեկ իրացնել ենք, որտեղ մենք այդքան շատ չունենք եւ սա բարձրակարգ միս է, այս տղային հələ նայեք, հələ իրա բտվածության աստիճանին նայեք։ Հիմա մենք ուզում ենք, որ ուրիշների մոտ նույնպես միսը ավելանա եւ որակական եւ քանակական եւ որակական հատկանիշներ ավելանան, բայց ինչ որ չեն հասկանում մեզ այլ ֆերմերները, որոնք կամ միգուցե սկսնակ են, մենք չգիտեմ, ես չգիտեմ, սկսնակ ֆերմերներ են, միգուցե, բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որ այս տարի մենք ունեցել ենք ընդամենը 1 տոմային վաճառք եւ կուզեինք ունենալ նաեւ հաջորդ տարիների ընթացքում։ Հարկավոր է ուշքի գալ, ժողովուրդ։ Այս կենդանիները ապրում են բաց երկնքի տակ, բացասական ուրեմն ջերմաստիճաններում -5, -10, -15 առանց խնդրի եւ քաշ են հավաքում, հələ սրանց նայեք։ Սրանք ծանր կենդանիներ են եւ ունեն բարձրակարգ միս։ Չեմ ուզում ասել գնացեք նայեք թե սա սուպերմարկետում կամ այլ տեղերում կամ առցանց ինչքանում է վաճառվում մեր միսը, բայց եթե մենք ունենք ֆերմերներ եւ ես համոզված եմ, որ ունենք ֆերմերներ, մսային իհարկե սեգմենտում, ոչ թե կատնային, այս կենդանիները չեն կտվում եւ երբեք չեն կտվի, որպեսզի զարգանա մի ուրեմն գերակա ոլորտ բոլոր երկրներում, հատկապես մեր երկրում, որը կոչվում է գյուղատնտեսություն։ Մենք չենք կարող կախված լինել այլ երկրներից, որպեսզի մեզ միս ուղարկեն, օրինակ մեր 50% մեր սպառման գալիս է դրսից, միս, կաթ, պանիր, ես չգիտեմ ինչ, հարկավոր է ինքներս արտադրել ու հարկավոր է արտահանել նույնիսկ։ Եթե մենք մեզ այսպես պահենք, ոնց որ մինչև հիմա դա չի ստացվելու։ Այս մի տարեկան տղան աղ է ուտում եւ շատ ճիշտ է անում։ Աղը ծանրացնում է միսը, խտացնում է միսը։ Եվ մենք արդեն ունենք որոշակի փորձառություն հասկանալու համար, որ մենք մեր արոտները նատրիումի պակաս ունեն, ոչ կալցիումի։ Դրա համար հենց հիմա իրենք ուտում են նատրիում քլոր։ Այդ հնարավորությունը, այդ բալանսը կարող է փոխվել վաղը։ Ուրեմն դրանից հետո մենք ստիպված ենք լինելու կերակրել կալցիումային միներալներ։ Եվ Հայաստանի բարձրադիր արոտները շատ բարձրակարգ են, շատ։ Մառախուղը գալիս է արդեն համարյա մեզ ծածկում է, ես երևի հեսա մոտենամ կենդանիներին եւ վերջացնեմ այս տեսաերիզը, տեսանյութը, խնդրում եմ բաժանորդագրվել մեր հարիկին, տարածել եւ հավանել մեր վիդեոները, ես շատ ուրախ եմ եւ ամեն հնարավոր առիթին կպատասխանեմ նաեւ ձեր բոլոր հարցերին, որոնք ես ստանում եմ կոմենտների տեսքով այս վիդեոների տակ։ Նաեւ այցելեք մեր կայքեջը, որը դրված է մեր այս վիդեոյի տակ, ինչպես նաեւ մեր սոցիալական ցանցերի հղումները, որոնք նույնպես տեղադրված են։ Կարդացեք նաեւ այս վիդեոյի տակ
տրված նկարագրությունը եւ այցելեք մեր կայքէջը։ Շնորհակալություն եմ հայտնում այսքանով եւ կտեսնվենք։